Ներքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-ից 18-ը «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր Երևանի Հանրապետության փողոցի թիվ 114 և 71 դպրոցներում ու դրանց հարակից տարածքում։ Միջոցառմանը մասնակցում էին ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Սիդարթա Դատան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, միջազգային այլ գործընկեր կառույցների և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ։ Հանրային իրազեկման միջոցառման ամենավառ կերպարները աշակերտներն էին իրենց թեմատիկ ելույթներով։ Հարգելի վարորդներ, մեր անվտանգությունը ձեր ձեռքերում է։ Դպրոցական գոտիներով երթևեկեք 30 կմ/ժ արագությամբ։ Սա մեզ համար անչափ կարևոր է։ Եկեք միասին աշխատենք, որպեսզի քայլերը դարձնենք անվտանգ։ Հետևեք դպրոցի տարածքում գտնվող ճանապարհային նշաններին։ Դրանք մեզ պաշտպանելու համար են։ Ողջույնի խոսքում փոխնախարար Մկրտչյանը ներկայացրել է ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ընդգծելով, որ անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը նախարարության առաջնահերթություններից է։ Այս համատեքստում Արմեն Մկրտչյանը առանձնահատուկ կարևորել է միջազգային գործընկերների ջանքերը, միջազգային փորձի ներդրումը Հայաստանում և շարունակաբար ամրապնդվող համագործակցությունը։ Մենք համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ երթևեկության յուրաքանչյուր մասնակից գիտակցի կանոնների պահպանումը ուղղակիորեն կապված է մարդկային կյանքերի պահպանման հետ, եզրափակել է փոխնախարար Մկրտչյանը։ Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում Երևանի Հանրապետության փողոցում մինչև դպրոցամերձ տարածքներին հասնելն արվել են նոր գունագեղ գծանշաններ։ Դրանք վարորդներին հուշում են, որ մոտենում են ուսումնական հաստատության։ Սա ևս միջազգային փորձի ներդրման օրինակ է։ Նման օրինակ միջոցառման նպատակն է բարձրացնել հասարակության, հատկապես դպրոցահասակների իրազեկվածությունը ճանապարհային անվտանգության բոլոր կանոնների պահպանման վերաբերյալ հանուն անվտանգ երթևեկության առավել ամուր մշակույթի։